Բարև ձեզ, շնորհակալ եմ բոլորից, ամեն մեկից, ովքեր որ գտնվում են այստեղ, որովհետև գիտեմ, որքան դժվար ճանապարհ եք անցել, որպեսզի հասնեք այստեղ։ Վարդենիսից, Գորիսից, Գյումրիից, իհարկե այս պահին մեր հողերը մի փոքրացել են, բայց դա ժամանակավոր է։ Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ նորից կվերագտնի հայը եւ իր պատմական տարածքները կկարողանա նորից վերականգնել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մամուտի կներեք, ես էլ ձեզ նման հուզվում եմ, որովհետև շատ դժվար է պատասխանատվություն դրված մեզ վրա։ Գիտեք, շատ դժվար օրեր ենք ապրել։ Հայազգը պատմական շատ մեծ փոփոխությունների միջով է անցել։ Բազմաթիվ անգամ հայ ժողովուրդը իր տեղից տեղահանվել է եւ նորից կարողացել է ոտքի կանգնել եւ սկսել ամեն ինչ զրոյից։ Ես ուզում եմ խոսել այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պետք է հայ ժողովրդին Արցախցուն դիտարկի որպես ներուժ, քանի որ մենք բերք չենք Հայաստանի Հանրապետության ուսերին։ Այն գումարները, որ ծախսվում են հանրապետության բյուջեից արցախցիների համար, դա շատ չնչին է իրականում։ Մենք պետք է եւ պահանջում ենք, որպեսզի իրենք հաշվի առնեն այն պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշել։ Մենք 4 պահանջ ենք առաջ քաշել։ Դա գերիների վերադարձն է, արցախցիների հավաքական վերադարձը դեպի Արցախ եւ մյուս երկուսը սոցիալական է։ Իհարկե, շատերը փորձում են ներկայացնել, որ մենք այստեղ հացի կռիվ ենք տալիս։ Այո, նաեւ հացի կռիվ ենք տալիս։ Դուք պատկերացնում եք ինչքան դժվար է սովորական մի տատիկ պապիկի, որ կոծրել են իրենց որդուն, զավակներին, թոռնիկներին եւ գտնվում են այստեղ։ Օրինակ, մեր պայթունի հետևանքով զոհված շատ ընտանիքներ կոծրել են իրենց կերակրողին եւ կապ չունի քանի հոգի է, պետք է կարողանան իրենց կարգավիճակ տալ։ Դա մեր պահանջներից նաեւ մեկն է։ Պահանջները բազմաթիվ են եւ պահանջները ներկայացվել են մեր կառավարությանը։ Հուսով եմ իրենք աչալուրջ կլինեն եւ կկարողանան այս խնդիրներին ամբողջական լուծում տալ։ Դուք գիտեք, որ արցախցին աշխատող ժողովուրդ է։ Իրենք կարող են արարել, ստեղծել եւ ես հավատում եմ, որ ոտքի են կանգնելու, ստեղծելու են ավելի ուժեղ Արցախ, ավելի ուժեղ Հայաստան, որովհետեւ ամեն ինչ ժամանակավոր է։ Իսկ ես հավատում եմ ամեն ազգին, որ կարողացել եմ մոխիրներից նաև հարնել։ Եվ մենք միասնական Հայաստան, Արցախ, Սփյուռք, մենք ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սփյուռքին, որովհետև առանց Սփյուռքի աջակցության հնարավոր չէր այս ամենը կազմակերպել։ Ամեն հայի սիրտը ցավում է եւ բաբախում է Հայաստանի համար։ Պետք է լինենք համախմբված, որպեսզի կարողանանք պահել այն ամենը, ինչը հիմա ունենք։ Շնորհակալ եմ։